բոլորիդ բարևում եմ, ասելով բարի լույս, բարի առավոտ, բարի օր բոլորիդ, թող օրը բացվի խաղաղությամբ և օրհնությամբ, մեր սրտերն էլ լցվեն սիրով և ջերմությամբ։ Հիմա, սիրելիներս, ուզում եմ մի հատ միասին շրջագայենք մեր հողամասով, մեր բաղչայով, տեսնենք հլը ինչ կա, ինչ ենք արել, ինչ ենք թողել, կամանց ցույց եմ տալիս, սկսում եմ վարդերից, տեսնում եք վարդերն էլ դեղնել են արդեն, ծաղիկները, ճիշտ է, կա ծաղիկներ, բայց թոռոմել են, տեսնում եք արդեն աշնան գույներ է հագել, այստեղ այս կոկոմը բացվել է, երկարել են ճյուղերը վարդի, նոր ճյուղեր է տվել, այստեղ էլ գեղեցիկ ծաղիկն էլ դեղնել է, աշնան գույներ է նորից հագել, սա մեր պարտեզն է, դռանդենի պարտեզը, կանաչ ծաղիկները, նրանք մի 2-3 տարի մնում են, սա էլ մենք ասում ենք անյութայի աջիկներ, անյութին գլազա, այստեղ մեխակներն են, նորից մի քանի տարի մնում են, 2-3 տարի, այստեղ վարդն է, պետք է կտրեմ, պատրաստվեմ, գարնանը վարդերը, այս մարգարիտկաները ծաղկանոցում ցանել էի, տեսնում եք, այս տարածքով անցուդարձ ենք անում, բայց տարածվել է, չթողեցի, որ խոտի մեքենայով քաղեր, ասիմ թող մնա, գեղեցիկ են շատ, եկա հասա վարդերին, այս վարդերն էլ պետք է էդվի ճյուղերը և ծածկենք, անցած տարի բավականին վարդ մի քանի հատ ցուրտը տարավ, եթե հարցնեմ ծախողը ասած լինի ցրտադիմացք ունե, չենք ծածկի, եթե չէ, պետք է անպայման ծածկենք, ինչ-որ մի բան փաթաթենք, որ ցուրտը չտանի, ամենակարևոր իմ ծաղիկներն են, որ ցուրտը չտանի, որ ձեզ միշտ նվիրեմ, ցույց տամ գեղեցկությունը վարդերի, այստեղ էլ է վարդ, ինչքան խոտը մաքրեցինք, դարձյալ խոտոտ է, շատ խոտ է, սա էլ այն վարդն է, փունջով է ծաղկում, ամենագեղեցիկ տեսքով վարդերն են, չնայած բոլոր վարդերն էլ շատ սիրում եմ, մանավանդ մուգն ու դեղին գույնը, այստեղ էլ մալինա, սմորոդինա, հատապտուղներն են, սիրելիներս, աշունը աչքի է ընկնում իր բազմա երանգությամբ, գեղեցիկ գույներով, այստեղ էլ մեխակս է, ջերմոցի կողքը, մեր դրսի ծորակը, որտեղ որդիս միշտ սիրում է հոսող ջրի տակ գործ անել, գեղեցիկ բազմաերանգությամբ, գեղեցիկ տեսարաններով, տերևաթափով, տերևները աշնանը այսենց խշխշալ են, թափվում են գետին, հիասքանչ է աշունը, սիրելիներս, իմ ամենասիրած եղանակներից մեկը, դեղնակարմրավուն աշունն է, շուտով այս գեղեցկությանն էլ վերջ կլինի, կգա ձմեռ, ցույց եմ տալիս, տեսնում եք, արդեն տերևները լրիվ թափվում են, շուտով ձմռանը կասենք բարի գալուստ ձմեռ, այստեղ էլ մեր մաղադանոցն է, ասեցի մի փոքր քաղեմ, ընտիր մնացել է, եթե վարենք, սա չենք վարելու, չեմ թողնելու, որտև ափսոս է, կարող է ծածկեմ ձմռանը, ճիշտ է սառում է, այստեղ ձմեռը ցուրտ է լինում, բայց գարնանը դուրս կլինի, մինչև նորը կցանենք, նուրբ, աշնան ցանած է, ասեմ, նուրբ տերևներով, ճյուղերով մաղադանոս է,
Սա եւ այս ջերմոցի կողքը ամբողջովին մեխակ է, դա էլ չեմ թողնելու։ Նեխուրն էլ, եթե կարողանա տրակտորը շրջանցել, թող մնա։ Ապուր կեփենք, հետո ուզում եմ մի քիչ քաղեմ, տապակեմ այս նեխուրը, ձվով շատ համեղ է լինում, որ տապակեմ, ձեզ ցույց կտամ, սիրելի հետևորդներ ջան, գեղեցիկ աշնան տերևները գետնին են թափվել արդեն։ Հիմա ուզում եմ ձեզ հետ միասին մտնեմ ջերմոց, տեսնենք ջերմոցում ինչ ենք դրել, ինչ ենք արել, որտեղ ես այս վերջին ժամանակները, տարաները, փակոցներն այնտեղ եմ արել։ Թթունել այնտեղ հավաքեցի, այս էլ մարաժոն է, իսկական գրական ոսկեղենիկ հայերենով չգիտեմ, մեկ անգամ հետևորդուներից մեկը գրել էր, մոռացել եմ ճիշտն ասած, ներող կլինեք, եթե գիտեք գրեք, արդեն դեղնել է, չնայած որոշել եմ տեղափոխեմ, բայց դեռ չգիտեմ որտեղ դնենք, որ արդեն ինքը տալիս է, այստեղ էլ մեր քախանի ուրակն է, տղայս խորովածի պարագան, այդ վառելիքը և փայտը մեր գազն է, որը դրված է սեղանի վրա, օգտագործում ենք։ Այստեղ էլ ավելորդ դրսի սեղանն է, աթոռներով բերել ենք, որպեսզի չփչանա, ներսում արդեն տեղ չունենք, սա էլ աստիճաններ է բարձր, շենքի վրա գործանելուն դրել էին, հիմա արդեն վերջացրել են, հանել են, դա էլ փոքր աստիճան է, սա էլ ինչ-որ ապարատ է, չգիտեմ ինչ, մեր ամառային բիսեդկան է, սեղանաթոռները վերցրել ենք, մնում է շորը հավաքել։ Աստիճանները հավաքում են կամաց, բերում են ներս ջերմոցում տեղավորելու, տեսնում եք, բերում է թոռանս հետ, ամուսինս տեղավորում։ Սիրելիներս, ձեզանից անչափ անսահման շնորհակալ եմ, գրել էիք, որ ինչքան համերաշխ ընտանիք եք սերով, Աստված օրհնի ձեր ընտանիքը, Աստված ձեր ընտանիքներն էլ օրհնելով օրհնի, իմ լավ հետևորդներ ջան, այո, պետք է սերը ու համերաշխությունը անպայման ընտանիքում լինի, եթե չեղավ այն ընտանիքը անախորժ կլինի, բարություն պետք է լինի, որ Աստված օրհնի մեր բարի, աշխատասեր, սերով ընտանիքները, սիրելիներս, այստեղ էլ երեքով այգեթաղ են անում, թոռնիկս, ամուսինս, ես որդս, տանը իր գործով է զբաղված, Մարինկան օգնում է, ես նկարում եմ, որպեսզի տեղադրեմ էջումս, դուք սիրով դիտեք և գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում, այստեղ մեծական խոսքը նորից հիշեցի, գյուղ կանգնի, գերան կկոտրի, հենց այս խոսքը այսօրվա մասին է, երեքով հիմա կավարտեն, շուտ կլինի և արագ կվերջացնեն իրենց գործը։ Նկարեմ։
Տղա թորս էլ միշտ օգնում է պապիկին, հայրիկին, շաբաթ կիրակի։ Եթե ինչ-որ աշխատանք են կատարում, պետք է անպայման հարցնի, օգնելու կարիք կա, օգնեմ, թե ոչ։ Ընդամենը 1 ժամ էլ չտևեց, արդեն վերջացնում են։ Ահա այսքանը, սիրելիներս, միասին շրջեցինք, ցույց տվեցի ինչ ենք արել, ինչ ենք անում և դեռ էլ անելիք ունենք հողամասում մի փոքր։ Շնորհակալ եմ ձեզ, սիրելի բաժանորդներ ջան, որ ինձ հետ շրջեցիք մեր հողամասով, վայելեք ձեր կյանքի աշունը և շնորհակալ եղեք Աստծուն։ Իսկ հիմա ուզում եմ սիրով ձեզ համար կարդալ աշնան մասին մի բանաստեղծություն փոքրիկ։ Վերնագիրը «Խնդրանք իմ սիրո աշնանը», հեղինակ անունը չկա, Սարգիսյան ազգանունը։ Աշուն է, տերևաթափ, գունավոր, երազ ու թախծոտ աշուն, հոգուս խորքերում կարոտ եմ զգում, սուրբ անուրջներով հուզվում, ալիքվում, թող երազանքներ ի կատարածվեն, սիրով ջերմությամբ օրերը լցվեն, ոսկեզօծ աշուն, բերք ու բարիք բեր, հարսանիքներ շատ, բազում ծնունդներ, խնդրանքս մեծ չէ, իմ սիրո աշուն, մաքրիր արցունքը, բեր ուրախություն, թող ժպիտ մտնի ամեն հայի տուն, թող ձեր տներից անպակաս լինի սերը, բարությունը, ժպիտը, միշտ ժպտացեք սիրելիներս, լինեք օրհնված և ամեն առավոտ Տիրոջը փառք տաք։ Այսքանով ավարտում եմ աշնան այս գեղեցիկ հոլովակը, ցտեսություն, մինչ նոր հոլովակներ, իմ լավ հարազատ հետևորդներ ջան։